Որոշեցի, որ վերջապես ձի քանդակեմ, 20 տարի էր չէի կպել այդ թեմային, 20 տարի առաջ 2 հատ արել էի հրեղենձի, ու էդի ֆիլմել եղավ դրա ֆիլմը Grand Prix շահեց, հա, շատ հետաքրքիր էր, ու եկավ մի պահ, հիմա 20 տարին անցել է, դե մեծանում է, չէ՞ մարդ ինչ որ, տարիքը տարին տարվա վրա, ու եկավ այն պահը, որ համ տարածք սա փոքր, այնտեղ որ աշխատել եմ մեծ բաներ, սպորտ դահլիճ էր, համ տարածք սա փոքր, համ էլ վախս էր մեծ, ասի կարողա չկարողանամ էլի, դուխը սերիքեց էլի, սկսեցի, թութու ոնց որ գնում է առաջ, այտենց սկսեցի ես փոքր տարածքի մեջ անեմ, հիմա դրա համար անիվների վրա եմ դրել իրան պատվանդանը, որ շարժել լինի, պատտեմ, ասենք, միակ կետը սեն հեռու տեղն է, որ ընդեղից նայեմ, տենամ ճիշտ է պրոպորցիաները, թե չէ, որտեղ մոտիկից դժվար է էլի պրոպորցիաները զգալ։ Ես շարժող դետալներ եմ դնում, շատ հետաքրքիր է էլի երեխեքի իմ բանին, որ մոտենում են, չէ, սկսում են ես բանը, պտտել, իրանց դուր է գալի էլի կոնստրուկցիա հավաքել, չէ, փոքրուց սիրում են երեխեքը, հա, ֆարսում գայ է էդ է, տարբեր, ինչ մաս պատայի ես ասենք, այդ մենակ մեքենայի մասեր չեն վերցնում, ինչ մաս պատայի, խողովա կլնի կամ ինչ լնի, ով գալիս է, չէ, որ տեսնում է ես մեծ աշխատանքը, սենց ան, այս աշխատանքը ոնց ես հանելու դու, դուրս էլի, ուզում էիք հարցնեք, ես առաջ եմ գա, ուրեմն ես աշխատանքը բաժանվում է 6 մասի, այսինքն հավաքվող է կոնստրուկցիա, հա, ինքը բաժանվում է, ասենք ոտքերը դիմացի առանձին 2 հատ, այս գլուխը միջև այս մասը էլի առանձին ալնելու, փորը առանձին ալնելու, այս հետևի մասը առանձին, պոչը առանձին, բայց քանի որ չտանջվենք, սենց պտտենք, այն դռնից գնա, որոշել եմ այս պատուհանը սիրուն կտրեմ ու դուր դնեմ ստեղ, որ մեծ աշխատանքները մի անգամից հանեմ դուրս, ընդեղ տելֆերա լինելու։ Իսկ սա արդեն պատկերացնում եք, որտեղ է տեղադրվելու։ Ես, դե իմ քաղաքում որտեղ պիտի տեղադրվի, Երևանում եմ դնելու, բայց ճիշտն ասած մտադրություն ունեմ Մայամի տանեմ, այնտեղ Մայամի էքսպո կա լինում, մի տարի մասնակցեցի ձգով, բայց թե կուզենայի տաների այդ ակցիան այնտեղ հայրեի, սիրուն դրսում, հենց դրսում էլ դնենք էլի, հələ տեսնեմ, հələ անեմ վերջացնեմ, նոր հետո այդ հարցով կզբաղվեմ։ Բայց որ գնաց էսի էլ հետ չի գա, էդի հաստատ է, որտեղ հազիվ տանեմ էլի, հետ գալուն է փողա պետք, հա, չէ այդքան բարդ չի, փողա պետք ունենաս, բարդությունը փողն է էլի, ֆինանսն է, հենց էդ է։ Մեկ էլ երկաթներս են էլի, այսենց քիչ-քիչ, սա մաքրում եմ, սիրուն փռում եմ, սկսում եմ հավաքել։ Հավաքելն էլ հետաքրքիր է, գիտեք ոնց է, ասենք կավով հիմա սա լրիվ ծեփած կլներ, արդեն մնում էր վրան աշխատեի, ինքը շատ բարդ է, այս տեխնիկան էլի, որով աշխատում է, այս ոճը, այս ձևը, բայց թե սիրահարված եմ իրան, այս երկաթներից, չեմ կարում, ուրիշ ձև է արդեն։ Ֆիզիկական մեծ պատրաստվածություն է։ Դե հա, համ դարբնություն եմ անում, մենա տեսնում եք դարբնի, զնդանով, վանով, բայց թե երբ որ սիրում ես աշխատանքդ հաղթահարելի է։ Ես իմացա գաղտնիքը, որ ձեր աշխատասիրության եւ ձեր ուժի։ Որն էր։ Այդ աղի ջուրը։ Հա, դե առավոտյան շուտ գնում եմ, այնտեղ հանվում եմ, ձունա, սառուցա, կոթոնում, այս վերջերս իհարկե այսօր տաքացավ եղանակը։ Նոր տարվա օրերին լապատկա ունեի, մի հատ մեծ լապատկեն էլ հետը դնում էի մաշինի մեջ գնում էի, հարևանս ասում է այսօր ես գնում, ասում եմ լողանալ, բայց լապատկեն ուր ես տանում, ասում եմ լապատկենը տանում եմ որ ջարդեմ բանը, սառույցով եմ որ կարողանամ լողանալ, հետո իմ նման հիմա մի 5 հոգի ունենք, որ ամեն օր գալիս են, չէ, ես շատ երկար տարիներ է, որ արդեն չեմ հիշում, 7-8 տարի, 10 տարի ինչ 7, ավելի շատ, ես 14 թվից
իմացել եմ այդ բանի տեղը 14 չէ 13 թվից միջև հիմա լողանում են ու լավ էներգիա է տալի ինքը ասում մարդիկ զարմանում են բասում են ոնց չես մրսում ընդերչում որ մտնում ես այդ ձների մեջով գնում ես մտնում ես չռիկի տակ ուրեմն այնքան տաք է այդ չռիկը արդեն որ ամառը մարդիկ վախում էին մտնել ընդ գնում ես տականալու համար դուրս չես գալիս Սրանք որ sense տեսնում եք, չէ՞, շատ բաներ փոխվելու է, ասենք հիմնական չի, ես կարող է հիմնական չլինի, հենց այնպես դրած է։ Միշտ հարց են տալի, ասում են, ասենք երկաթը որ վերցնում ես, սկսում ես միջև այդ արդեն գիտես ինչ ես անելու կամ բան հարցը պատասխանը է, ամեն ձևով էլ ստացվում է այդ միտքը կամ գաղափարը։ Ասենք ես կոնկրետ որոշել էի սա ձիանեի ընկնում եմ այդ երկաթների մեջից իմ ձին եմ ման գալիս, չէ՞, բայց պատահում էլա որ օրինակ ակաղաղը առաջ անգամ ակաղաղ որ արեցի, ոնց եղավ, մտքովս չէր անցնում։ Գործ էի անում, մեկ է տեսա մի հատ այդ բանն է, կամազի խլացուցիչ էր։ Այդպես կտրած, ինչ որ երկու անցքով մի անցքն էլ դիմացը բան, վերցրի պտտեցի, զգացի որ ակլորի փորիկ կա, լրիվ իր ամեն ինչով մենակ գլուխն է մնում, մեկ է ոտքերը։ Այդպես արեցի, դրեցի ու ինչն էր հետարքիր իրան այնքան ինքը դե գլուշից էլ գազերի համար է, չէ՞։ Ուրեմն այդ ամբողջ հետևի մասը մի երկու հատ էլ տրուբեկ ես ավելացրի, հետո էլ բացին արեցի, կարմրացրի, ոնց է հրթիռը որ կարմրում է, չէ՞, այդ իր հետևի մասից կրակը դուրս է գալի, հրեղեն չէ, ինքը թռնում է։ Ես իրան հենց այդ շարժման մեջ արեցի ու ստացվում էր այնց որ ինքը sense վազում է հետևից էլ այդ հրթիռի կրակն է էլի կարմրացրել է ամբողջ քամակը ուզում եմ ասեմ ըլնում է հիշողություններ հետարքիր նաև մի հատ հիշողություն էլ կա այդ առաջի ձին որ քանդակում էի ինքը այս գլուխը շատ բարձր չէր sense գալիս էր գլուխը ավելի ցածրոտ էր առաջի ձինը երկրորդը ավելի հպարտ էր էլի քանդակեցի մի օր էլ տակով անցնում էի գլուխս խփեցի այնց փիս խփեցի մռութին Դու ասի, այ աննասուն, ես քո համար այսքան ցրտին տանջում եմ, դու ես ինչ փորձանք բերիր իմ գլխի։ Հետո հիշում եմ, որ ամեն անգամ գալիս էի, այդ առաջիցին, որ անում էի, այդտեղ տատրակներ էին ապրում, ձագեր էին հանել ու այդ գարնան մոտներ արդեն հələ չէի ավարտել աշխատանքը։ Երբ գալիս էի, բանի մարմնի վրա նստած էին, իրանք ինձ էին սպասում, գալիս էի այդ ջուրը Վանը վետրոյով հետս միշտ դե բերում էի, այդ սպորտալիճում էի աշխատում, գալիս էի այդ վետրոն դնում էի, բան էի անում, իրանք արդեն սովորել էին, չէին թռնում։ Հիմա սվարկի ապարատը ամեն ինչ միացրել եմ, սպասում, ասեմ, դե թռեք, որ ես իմ գործը անեմ։ Քշում էի, թռնում էին, նստում էին պատվանի, սկսում էի աշխատել։ Ամեն առավոտ ինձ դիմավորում էին։ Սիրուն էր։ Ոնց հասկացաք, որ պետք է մետաղների հետ աշխատել։ Հա, այդ պատմությունը շատ հնուց է գալի, ուրեմն երբ որ ես ինստիտուտը, այսինքն դեռ ինստիտուտը չէի ավարտել, Արա Հարությունյանի արվեստանոցում էի, փոքր էսկիզներ էի անում կոմպոզիցիաներ ռովուլկեքից, ու այնքան սիրուն էի կապում, որ այնտեղ մնում էր մի քանի լեպկա, պլաստինից դնում էի, Արայիկ ասում էր, լավ է, արդեն սիրուն է, էլ մի շատացրու, մի բան արա, ու տենց հա մնում էր Մյուս տարի մեկ էլ ամառը գալիս էր, հալվում էր, գալիս էր, տենում էի վրան պլաստին չի մնացել, հա, ասում էր, բա ափսոս է, ոնց անենք էսի նյութի վերած էս բան, ասում են ինգեր Հարությունյան, էսի բրոնզել չէ, ստեղ ձուլող չի լինի, որ տենց բարակ պրովուլկեքը ձուլ են, անհնար է, բան, կանչեց, ասում է, արա, չես կարա էս սրանց վրա, ասենք կարկասը կապել ես, չէ, ասում էի, հա, վրան այդ պլաստինի տեղը սվարկով ինչ որ կաթացնես կամ ինչ անես Ինձ այդտեղից հուշեց։ Այսինքն միտքը տվել է Արայիկին։ Հա, Արայիկը տվեց միտքը ու ես բան արեցի։ Պատվիրեցի առաջին հերթին սվարկի ապարատ այդ ավտոգեններից, որով տաքացնում են, հալացնում են, չէ՞ գիտեք, տեսած կլնեք։ Հա, տենց որոշեցի, տենց անեմ։ Ապարատը մոտ որ պատվիրել եմ, այդ հայ էլեկտրոգործան, ընկերոջս պապան է։ Բերեցին sense մի հատ քառակուսի բան, ասի, «Էս ի՞նչ է, բա էսի էլեկտրոապարատ է, դու չէիր ուզել»։ Սխալ էինք հասկացել, հա, բայց ես վերցրեցի, որտեվ ամոթ էր, էլի ես իրանք չարչարվել էին, բան, վերցրեցի, բերեցի տուն, հետո ասել սրանով փորձեմ։ Մինչև հիմա փորձում եմ, էլի։ Այդտեղից եկավ։
այս մետաղներին կպնելը։ Սկզբում փորձեցի կաթիլներով անեմ, հալածնում էի, ուզում էի այտենց, ունեմ հիմա այդ աշխատանքը, որ բարձրացանք վերել, ցույց կտամ։ Պարուհի է կոչվում, դա արել եմ 86 թվին, եթե չեմ սխալվում, ավարտելու ժամանակ հենց այդ ժամանակ արեցի, բայց այդ ժամանակ արդեն այդ երկաթները, այս ֆորմեքը որ տեսա, զգացի, որ չէ, սրանք կարելի է մեծ գործեր անել ու ձուկը արեցի, հետո կարիճ արեցի ու տենց գնաց արդեն, ոնց որ ասում է, ի պաշլո։ Իսկ որտեղից եք հավաքում ես։ Հավաքելը շատ ունեմ հիմա երկաթ, այդ թվականներից հավաքել եմ։ Մետաղի ջարդումների տեղից, այդ խադավիկ են ասում, դրանց մոտեից, այտենց հավաքում էի։ Հիմա այնքան է շատ, որ երևի 2 կյանք է պետք ինձ, որ սրանք սպառեմ։ Ուրեմն ստեղից էլ որ գնում եմ Ամերիկա, ասենք այդ թորնիկիս մոտ եմ գնում, Փառք Աստծո, տղաս ասենք տեղ է տվել, այնտեղ աշխատում եմ։ Առաջի տարին որ գնացի, շատ դժվար էր։ Ընկավ այս խեղճ տղես իր գործը թողեց, ընկավ որ երկաթին հետ մանգակ։ Մի հատ էլ մուրուքավոր մարդ կար, թափով, հասակով մարդ այդպես ֆոտոները հանեց, ցույց տվեց գործերս, գիրքը ցույց տվեց, բան ասեց, sense բաներ ապետ, այդ որ կա էլի դրված է այդ մուսորնիկը ձեր մեկա թափելու եք, էլի կլինի մեջից ջոգի, բան հարց չկա, բան երբ ուզում ա թող գա, բան, այտենց գնացի հավաքեցի, բայց մի հատ ուրիշ բան կա, այդ սովետական երկաթները չեն, նրանց մոտ էլ ուրիշ խնդիր կա, սկսած այս սպիրալներից, այս պրուժին են ասում, չէ, ամբողջը պլաստմասա է ուրեմն, ռեզինա, ներկած է, ներկա, որը հետո ռեզինա դառնում, ուրեմն ոչ դա հանել է անում, սվարկա էս անում մի գարշելի հոտ է ընկնում, ոչ եմ ամեն ինչի մեջ պրոբլեմ է, իրանց այդ բոլտ ու գայքեքը չժանգոտվող են, բայց էլի ինչ-որ վրեն բան է կսված, ամեն մի սվարկա անելուց թունավորվում էի, մի կերպ վերջում մի քիչ փոխեցի տեխնոլոգիաս, ուրիշ ձևի, ընկա այդ բաների մեջ, որ ասենք այն պիկապներ ունեին մեծ, դիմացները բան շթեր կան, նիկելից, մեծ շթեր կան, որոշեցի սկսեցի քանդակ անել կավից, կնոջ ֆիգուրա էի անում կամ տարբեր բաներ, այտենց այդ շթի կտորներով, ատխոդներով, բաներով, էլի վատ չէր ստացվում, բայց թե Հայաստանում ուրիշ է, որովհետև ստեղ լրիվ դու ես քո երկաթներով։ Հիմա Միքելանջելոն որ ասել է, չէ, ասել են Դավիթը ոնց այս քարի մեջից հանեց իր բան, ոնց է տաշում էլի, որ Դավիթը տենց սիրուն դուրս է եկել, ասել է ատխոդները, որը որ պիտանի չի դրանք դուրս եմ հանում, Դավիթը մեջն է ուղակի։ Դրա մեջ էլ իմ քանդակներն են, ուղղակի ես մեջից եմ հանում իրան։